Խնդրում եմ քվեարկել օրակարգի համար։ Ովքեր են կողմ, դեմ, ձեռնպահ։ Խնդրեմ։ Քանի որ Պաշտպանության հանձնաժողովի նիստում ենք, այս 2 օրը Նիկոլ Փաշինյանը գործերը թողած պարբերաբար հայտարարություններ է անում Ադրբեջանի հետ փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամության մասին, բայց դրան չեմ անդրադառնում, այլ ցանկանում եմ անդրադառնալ այն դիտարկմանը, որ ինքը հանձնարարական է տվել Պաշտպանության նախարարությանը պահպանել զինադադարը, չկրակել եւ այլն, որը կարծում եմ, որ մեր զինված ուժերին ուղղակի բարոյական, քարոզչական հարված է, որտեղ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրենց պարտականությունների կատարման մեջ երբեք չեն դիմել սադրանքների եւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը այս մի քանի օրերին ադրբեջանական ապատեղեկատվության լայնածավալ այս արշավի ընթացքում պարբերաբար վարկյան հերքել է ադրբեջանական բոլոր ապատեղեկատվությունները եւ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար շեշտել է պատրաստակամությունը սահմանում հրադադարի ռեժիմի վերահսկողության եւ այլ բոլոր գործողություններն անելու համար։ Մեկ անգամ եւս Նիկոլ Փաշինյանը շեշտելով, որ հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը պահպանել զինադադարը, կարծում եմ շատ անհարմար վիճակի մեջ է դրել մեր զինված ուժերին եւ այսօր էլ սահմանում մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջարի զինծառայողներին։ Ես ճիշտ ասած վարչապետի ասածը մի քիչ այլ ձև եմ ընկալել, զինված ուժերը միշտ պատրաստ են, եթե հակառակորդը գործողություններ իրականացնի, հակահարված տալու։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը, որ երբևիցե մենք սադրանքների չենք ենթարկվելու եւ դա շատ բնական է, որտեվ շատ ավելի մեծ նպատակ ունենք մեր առաջ եւ այդ նպատակին հասնելու համար գուցե պետքա մի քիչ էլ նման զսպվածության կոչերը դնենք սեղանին, բայց դա չի նշանակում, որ զինված ուժերը իրենց պարտականությունները կարող են թերանալ։ Շատ լավ, անցնենք օրակարգի հարցերին։ Օրակարգի առաջին հարցը կառավարության կողմից ներկայացված ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին։ Հիմնական զեկուցող ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյան։ Պարոն Ղազարյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Քոչյան, հարգելի գործընկերներ, նշված օրենքում փոփոխությունների փաթեթը բխում է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի հանձնարարականներից, ինչպես նաև Մարդուրանքների Եվրոպական դատարանի Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խմբի գործերով ուրեմն վճիռների կատարման հրամայականից, որոնք են հիմնական փոփոխությունները, որ առաջարկում ենք։ Առաջին հերթին առաջարկում ենք, որպեսզի ձերբակալվածների պահման վայր ընդունելիս բժշկական զննություն իրականացվի բոլոր դեպքերում, ոչ թե ինչպես ներկայում է մարմնական վնասվածք ուրեմն արձանագրելու դեպքում գործող օրենքով կարգավորումը այդպիսին է, ձերբակալված անձինք պետք է բժշկական զննության ենթարկվեն ԶՊՎ բերվելուց հետո ոչ ուշ քան 3 ժամվա ընթացքում, իսկ կալանավորված անձին կարանտինային բաժանմունք տեղափոխվելուց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում։ Որպես հավելյալ լրացուցիչ երաշխիք նախատեսում ենք նաև հնարավորություն, որպեսզի բժշկական զննությանը կարողանա մասնակցի նաև ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը։ Ներկայումս ներքին գործերի նախարարության ձերբակալվածների պահման վայրերում բժշկական զննությունը իրականացվում է շտապօգնության բժիշկների ուրեմն միջոցով եւ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դա դիտել է որպես դրական պրակտիկա, դա արձանագրված է եղել կառավարության որոշման մակարդակով, հիմա մենք ցանկանում ենք դրան ավելի բարձր իրավական երաշխիք տալ եւ ամրագրել ուրեմն օրենքում եւ դա դիտել որպես միասնական ստանդարտ ձերբակալված անձանց պահման բոլոր վայրերի համար։ Առաջարկում է սահմանել նաև ձերբակալված եւ կալանավորված անձին բժշկական զննության ենթարկած բժշկի կողմից ուրեմն խոշտանգման կամ վատ վերաբերմունքի հետ կապված արձանագրության դեպքերը, որ դեպքերում է, որ բժիշկը պետք է կազմի նմանատիպ արձանագրությունը, եթե արկա է անձի ձերբակալված կամ կալանավորված անձի գրավոր կամ բանավոր հայտարարությունը կամ դիմումը,
կամ նմանատիպ ուրեմն նախանշաններ է հայտնաբերել ինքը բուժաշխատողը կամ ձերբակալվածների պահման վայրի ուրեմն վարչակազմի ծառայողներն են բուժաշխատողին եկնել եւ հայտնել նման ենթադրյալ վերաբերմունքի դեպքերի մասով նախատեսում ենք նաև լիազորող նորմեր սահմանել, որով հնարավորություն կտրվի առողջապահության նախարարին, այսինքն լիազորություն կտրվի առողջապահության նախարարին սահմանել այդ արձանագրության ձևը եւ դրա լրացման կարգը սահմանվում է նաև, որ լրացումից հետո նման արձանագրությունը պետք է ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում տեղեկացվի քննչական մարմնին եւ ուրեմն դատախազությանը հնարավորության դեպքում նաև էլեկտրոնային եղանակով այս մասով ստացել ենք նաև պարոն Թորոսյանի առաջարկը քննարկել ենք նաև առողջապահության նախարարության գործընկերների հետ սկզբունքորեն ընդունելի է մեզ համար ուղղակի զուտ տեխնիկական մակարդակով դա իմպլեմենտացնելու համար խնդրենք առաջինից երկրորդի ժամանակ իմպլեմենտացնենք եւ եթե հնարավոր է ուժի մեջ մտնելու ժամկետը մի փոքր ավելի ուշ սահմանենք զուտ տեխնիկական հասանելիություն ապահովելու համար դա նաև առողջապահության նախարարության գործընկերների ուրեմն խնդրանքներ շատ բարի հիմնական դեպքեր հիմնական բովանդակությունը նախագծի այսքանն է եւ խնդրում եմ Շատ լավ հարցեր հիմնական զեկուցողին Քրիստինե Պողոսյան, Գեգամ Մանուկյան, Արսեն Թորոսյան Շնորհակալություն, պարոն Ղազարյան, ճիշտ ասած չասեցիք պարոն Թորոսյանի առաջարկը, որ ներգուցե իմ հարցի հետ կապված է, բայց հարցը ամեն դեպքում բարձրաձայն եմ, ֆիքսել ենք, որ ձերբակալված կալանավորված անձինք ոչ ուշ քան 3 ժամվա ընթացքում պետք է բժշկական զննության ենթարկվեն եւ կարող է իր ներկայացուցիչ բժիշկը լինել, իսկ եթե ձերբակալված կալանավորված անձն ասում է, որ ինքը չի կարողանում այս պահին գտնել իր բժիշկին կամ բժիշկը չի կարող հիմա գալ, ոնց ենք այդ դեպքում անում, երբ որ խախտվում է 3 ժամվա ռեժիմը Շնորհակալություն, ներողություն ներկայացնեմ նաև պարոն Թորոսյանի առաջարկը, այո, չէ, պարոն Թորոսյանը առաջարկում էր, որպեսզի այդ դեպքերը ամրագրվեն նաև բժշկական ընդհանուր էլեկտրոնային համակարգում, սրա մասին է եղել Արմեդում եւ ուրեմն դա մեզ համար շատ ընդունելի եւ տրամաբանական առաջարկ էր։ Հիմա անդրադառնամ ձեր հարցին, Տիկին Պողոսյան, նայեք, շտապօգնության բժշկի կանչը եւ ուրեմն նրա կողմից զննությունը իրականացվելու է բոլոր դեպքերում, այսինքն անկախ նրանից, սա որ նշում ենք, որ ձերբակալված անձը ունի հնարավորություն, որպեսզի այդ զննությանը մասնակցի նաև իր ընտրած բժիշկը, դա լրացուցիչ երաշխիք է, հավելյալ երաշխիք է, անկախ դրանից շտապօգնության բժշկի կողմից ուրեմն զննությունը ներկայումս արձանագրված է կառավարության որոշմամբ, հիմա մենք սահմանում ենք նաև ավելի բարձր իրավական երաշխիք ենք տալիս եւ ամրագրում ենք օրենքում։ Իմ հարցը զուտ նրա հետ էր կապված, որ հետո օրինակ դա չբողոքարկվի կոնկրետ դեպքով, եթե դիտարկենք, չի կանչում իր բժիշկին, բայց հետո բողոքարկում է այդ զննությունը, ասելով, որ իր բժիշկը չի կարողացել այդքան ժամանակում ներկա գտնվել, զուտ այդպիսի խնդիրներ չառաջանան, էլի իրավական։ Շատ բարի, նմանատիպ խնդիրներ չեն կարող առաջանալ այն տրամաբանությամբ, որ լրացուցիչ երաշխիք է, այսինքն դա հնարավորություն է, դա պարտադիր չէ, սակայն երկրորդ էլեմենտն էլ կա, անձը ընդհանրապես գտնվելով անազատության մեջ, ուղղակի կարող է իր բժշկի կողմից, իր կողմից ընտրված բժշկի կողմից ընդհանուր առմամբ որպես ընդհանուր երաշխիք լրացուցիչ զննության ենթարկվել, սա խոսում ենք այն դեպքերի մասին, երբ որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպք է արձանագրվել եւ այդ զննության կտորին ենք անդրադառնում։ Շնորհակալություն։ Շատ Գեգամ Մանուկյան Պարոն Ղազարյան, փաստորեն ես իմ օրինակով վերցնեմ ինձ տարել են 20 թվականին Երևանի ԶՊՊ հացրել են մարմնական վնասվածքներ ունես, ասել եմ, չէ, գնացել եմ կամեր ու դրանով վերջացել է։ Հիմա անկախ եմ բանից ես ասում եմ մարմնական վնասվածք ունեմ, չունեմ, պարտադիր բժշկական հետազոտության պետք է ենթարկվի։ Մեր գործունեության պրակտիկայում դեպքեր են եղել, որ 20-25 հոգով ԶՊՊ-ում բերման ենթարկված են եղել։ Այդ ծավալի հիմա տաստված էլ չլինի, բայց այդ ծավալի դեպքում ոնց է առողջապահական համակարգը հասցնելու եւ մի հատ դրվագ ասեմ, ուշադրություն դարձրեք, չգիտեմ հետո ոնց կարգավորեք։ Նայեք, վերման ենթարկվելուց պայմանական քննիչը տեսակցությունների արգելք է դրել, բացի մերձավոր հարազատների։ Այդ տեսակցությունների արգելքի դեպքում անգամ պատգամավորները իրավունք այլևս չեն ունենում այցելել որևէ ձերբակալվածի, կալանավորվածի կամ վերման ենթարկվածի։ Իրավական խրթին վիճակ է ստեղծվելու, որտեղ
իրականում բազմաթիվ խնդիրներ կան։ ԶՊՎ-ն ասում է ժամը 10-ից հետո ԱԳԲՕ-ը ես թույլ չեմ տալիս պատգամավորների մուտքը։ Անազատության այլ վայրեր, բանտեր, գաղութներ, բան հնարավորություն ունենք 24 ժամյա ռեժիմով մտնելու։ ԶՊՎ-ն ասում է շաբաթ-կիրակի չի կարելի պատգամավորների մուտքը, մեկը ասում է կարելի է, մեկը ասում է չի կարելի, բազմաթիվ խրթին հարցեր կան, բայց խնդրեմ դրան ուշադրություն դարձրեք, որտեղ բժիշկը չի մտնում մերձավոր ազգականների շրջանակի մեջ ու տեսակցության արգելքների դեպքում խնդիր չառաջանա այդ։ Այսքանը։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, անպայման անդրադարձ կկատարենք նաև ձեր դիտարկմանը, իսկ ինչ վերաբերում է ինչպես է հասցնելու, ներկայումս էլ մենք պրակտիկան ուսումնասիրել ենք եւ արդեն քանի տարի է շտապ օգնության միջոցով է իրականացում, նույնիսկ այն դեպքերում, երբ որ ուրեմն շատ են ձերբակալված անձինք, սակայն մենք ուրեմն նաև քննարկել ենք սա առողջապահության նախարարության գործընկերների հետ, ըստ էության պրակտիկան ցույց է տալիս, որ ներկայումս եւս առողջապահական համակարգը կարողանում է այս ընթացքը ապահովել։ Հիմա զուտ մենք սրան տալիս ենք ավելի բարձր իրավական երաշխիք։ Ձեր մյուս դիտարկմանն էլ անպայման անդրադարձ կկատարենք։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Ես Պարոն Թորոսյան, խնդրեմ։ շնորհակալություն, պարոն Ղազարյան, շնորհակալություն, որ դիտարկել եք առաջարկս։ Մի խնդրանք ունեմ այդ մասով, նախ ինչ եմ արել, որտեվ այս թղթաբանությանը ի վերջո մենք մի օր պետքա վերջ տանք։ Ամեն ինչ մատյան, թուղթ, ամբուլատոր քարտ, երբեմն էլ երկուսն իրար հետ։ Հիմա ես ձեզ ինչ եմ խնդրում, էլի, երբ որ ես նախնական ձևակերպում էի տվել առաջարկից, երբ որ վերջնական ձևակերպումը կգտնենք ու նույնիսկ ուժի մեջ մտնելու ժամկետները մի քիչ ավելի կհետաձգենք, այնպես անենք, որ երկու գործ չանեն։ Այսպես չստացվի, որ ես էլեկտրոնային եմ առաջարկում, դուք միևնույնն է թուղթը պահում եք, էլեկտրոնայինն էլ ավելացնում եք, հաշվի առնելով, որ նաև պարոն Մանուկյանի ասած դեպքը, որ գործը շատ կարող է լինել եւ այլն։ Այս մեկ, երկրորդը մի հարցի եմ ուզում անդրադառնանք, որը կարծես թե բաց է մնում։ Մեր սահմանադրությամբ եւ օրենքներով այնուամենայնիվ բժշկական միջամտություն կամ զննություն կարող է արվել, եթե մարդը տալիս է իր համաձայնությունը։ Եթե այնուամենայնիվ ձերբակալվածը կամ կալանավորված ասում է պետք չի ինձ զննել, ես նորմալ եմ։ Մենք իրավունք ունենք իրան պարտադրաբար զննելու։ Ինձ թվում է ոչ։ Այդ մասին էլ պետք է անդրադառնանք, որտեվ իրոք կարող է չի ուզում, որտեվ դա արտաքին զննություն է ենթադրում, շորեր հանել է ենթադրում եւ այլն եւ այլն։ Ասում են ինձ ոչ մեկ չի կպ, ես լավ եմ, խնդրում եմ ինձ հանգիստ թողեք, նստեմ իմ, չգիտեմ, 3 օրը կամ ինչքան որ ինձ հասնում է։ Այդ մասն էլ է պետք է անդրադառնալ, այդ էլ կարա դառնա հետո միեդի գործ եւ այլն, որտեվ դա մարդու արժանապատվությանն է կպնում ու այդպես շարունակ ու մի հարց եմ տալի ուզում տալ թեև միգուցե սա ձեր գործը չի, բայց առիթ օգտագործելով էլի արդյոք ժամանակը չի մի քիչ վերանայելու այս կալանավորներում, կալանավայրերում կարանտին հասկացությունը։ Իսկն կարանտինը մտել է մի 100 տարի առաջ, երբ որ մարդիկ ամեն օր ինֆեկցիոն հիվանդություններից մահանում էին, իսկ հիմա այդպիսի վիճակ չի, բազմաթիվ հիվանդություններ վերացել են, բարեբախտաբար եղածներն էլ հնարավորինս արագ բուժում են։ Ինչ ենք մենք մարդկանց այդ մի քանի օրը այդ ավելի անմարդկային պայմաններում պահում, երբեմն այդ կարանտինայի խցերում էլ տեղ չի լինում, բոլորը փորձում են նույնիսկ չգիտեմ, ծանոթ են մեջ գցում, որ շուտ դուրս գան գնալ իրանց հիմնական բանում շարունակեն իրանց կամ պատժի կրումը կամ կալանքը։ Նորից եմ կրկնում, սա ենթադրում եմ ՆԳՆ-ի գործը չի, բայց քանի որ դուք եք բերել առիթա սրա մասին խոսելու, սա մի քիչ ավելի մեծ ռեֆորմա, բայց կարծում եմ ժամանակն է այդպես 100 տարվա կլիշեներից ու ստերեոտիպերից ազատվելու։ Այսինքն ես չգիտեմ մյուս երկրներում ունենք այդ կարանտինը կամ այդ կարանտինը այդքան վատ բան է, կամ այդքան վատ բան է այդ կարանտինը, որ տենց ոնց որ մի հատ շատ ենք ճնշում, հետո տենց թեթև ենք շարունակում ճնշել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, սկսեմ վերջի հարցից, ինչպես դուք ճիշտ նշեցիք, դա մեր գործունեության տիրույթը չի, արդարադատության նախարարության ուրեմն լիազորությունների շրջանակում է, կարծում եմ գործընկերների հետ կարող ենք քննարկել, ուղղակի հաշվի առնելով, որ օրենքը ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենք է եւ ընդհանուր ուրեմն խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերի արձանագրման մասով ընդհանրական մոտեցումներ ենք ներկայացրել, դա առնչվում է անազատության
վայրերին, ինչպես ձերբակալվածների պահման վայրերին, այնպես էլ ուրեմն կալանավայրերին։ Այդ ձեր բարձրացրած թեման այլ է, կարող ենք առանձին քննարկել անշուշտ։ Հիմա վերադառնալով ձեր բարձրացած առաջին եւ երկրորդ հարցերին, առաջինը թղթաբանության հետ կապված հարցը, պարոն Թորոսյան, այդտեղ մենակ մի դեպք է մնում, կարող ենք էլի առաջինից երկրորդ քննարկել, որ անձին եւս պարտադիր պետք է տրվի այդ արձանագրության մի օրինակը։ Իսկ տվյալ դեպքում մենք չենք կարող ենթադրել, որ ինքը ձերբակալվածների պահման վայրում, ասենք, իր մոտ ունենա սմարթֆոն կամ չունենա սմարթֆոն, տպվում է եւ տալիս է, ոնց որ հիմա բժշկական թղթերը, տպվում եւ տալիս է։ Տպել եւ տալ։ Այս մի դեպքը Հա, չէ, բայց էլեկտրոնային ի սկզբանե լրացում տպվում տալիս է մարդ ու երբ ուզես կարաս նորից տպես, չի քորի, չի վերանա, չեն կարող կեղծել եւ այլն եւ այլն։ Դա կարող ենք քննարկել ու զուտ այդ դեպքը մտքիս եկա, որ անձին տալու պահանջ կա, դրա համար կարող է այդ պահին տպելու հարցը լինել։ Եվ երկրորդը ինչ որ վերաբերում է պարտադիր զննելու դեպքերին, պարոն Թորոսյան, այստեղ արձանագրված են այն դեպքերը, երբ որ կազմվում է այդ արձանագրությունը։ Խոսքը խոշտանգման կամ վատ վերաբերմունքի արձանագրության մասին է եւ այդ դեպքերը զնվելու են բոլորը, բայց արձանագրությունը կազմվում է միայն այդ դեպքերում։ Հիմա եթե անձը հրաժարվում է զնվելու, կֆիքսվի, որ անձը հրաժարվում է զննությունից, այստեղ որևէ բան չկա եւ ուրեմն զննություն տեղի չունենա։ Ուղղակի այս դեպքերը են դեպքերն են, երբ որ անձը կամ ուրեմն վարչակազմի աշխատակիցը կամ բժիշկը նկատում են ենթադրելի այնպիսի երևույթներ, որոնք կարող է հասցված լինեն խոշտանգման կամ վատ վերաբերմունքի արդյունքում նոր կազմվում է այդ արձանագրությունը։ Պարոն Քոչարյան, միգուցե իրոք էս ձեր հանձնաժողովի տիրույթում չի քրեակատարողական ծառայությունը, միգուցե պետաիրավականમાં, բայց գալիս խաչվում գնում է։ քանի որ խոսում ենք մի բան էլ էլի, ասեմ, նախ շատ կարևոր է, որ այս խոշտանգումների դեմ պայքարի գործիքակազմը ավելացնում ենք։ Ես ինքս խոսել եմ անցյալ տարի էլ մի քանի կոնկրետ դեպքերի մասին քննչական մարմինների կողմից խոշտանգումների եւ մենք չպետք է վախենանք դրա մասին բարձրաձայն խոսել, որտեղ որևէ խոշտանգման դեպք մեր երկրում չպետք է լինի եւ դա անթույլատրելի պետք է լինի, բայց նաեւ արդյոք օգտագործելով ես առաջարկում եմ նաեւ հետաքրքրված մեր падգամավորներին, ով որ մեզ նաեւ կլսի, զբաղվել նաեւ կալանավորված անձանց բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ, որտեղ այնտեղ է լուրջ խնդիրներ ունենք, օրինակ ես ուզում եմ ասել, որ այս վերջերս մի շատ ցավալի դեպք է տեղի ունեցել, որ ես անձամբ տեղյակ եմ, որովհետև գործընկերոջ երեխայի մասին է խոսքը եղել, 20 տարեկան կալանավոր է մահացել քրեակատարողական ծառայության հիվանդանոցում, մահվան դիագնոզն եղել է պոլիօրգանային անբավարարություն։ Դա մոտավորապես նշանակում է, որ այդ երեխուն ըստ էության 20 տարեկան ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերել ու ինքը պարզապես պառկած մահացել է։ Սա շատ կարևոր թեմա է, գիտեմ, որ մարդու իրավունքների պաշտպանն էլ է անդրադարձել, բայց մենք պետքա խոսալուց բացի նաև ինչ-որ բան անենք այնտեղ, որտեղ այս վիճակը անկախ նրանից այդ մարդիկ դատապարտված են, կալանավորված են, նրանք մեր քաղաքացիներ, մեր պաշտպանության ներքո պետքա լինեն։ Այս է ուզում ասել, շնորհակալություն։ Ձեր այդ հնչեցրած հարցով երեք ես էլ եմ զբաղվել, պարոն Թորոսյան, եւ ես կարծում եմ, անկախ նրանից մեր հանձնաժողովի վերահսկողության միջավայրում է թե չէ, այդ խնդիրները մենք բոլորս պարտավոր ենք ոչ միայն հնչեցնենք, այլ հետեւականորեն դրանց լուծման մասին խոսենք եւ դա շատ կարեւոր է։ Շատ լավ, հարցերը սպառվեցին հիմնական զեկուցողին, հարակի զեկուցման համար ձայնը տալիս եմ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանին, խնդրեմ պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն, ազատությունից զրկված անձանց զննության մատչելիության իրավունքը, բժշկական զննության մատչելիության իրավունքը լուրջ երաշխիք է նրանց դեմ վատ վերաբերմունքի եւ խոշտանգումների դեմ պայքարի համար եւ այս նախագիծը բավականին լուրջ երաշխիքներ է ստեղծում այդ ուղղությամբ եւ պետք է նկատել, որ դեռևս ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն 2016 թվականին ունի արձանագրումներ եւ դիտարկումներ Հայաստանի մասով եւ այնտեղ նույնպես հստակ շեշտվել է, որ ազատությունից զրկված անձանց բժշկական զննության, մատչելի զննության իրավունքը պետք է լինի ի սկզբանե, արդեն ազատությունից զրկված պահից սկսած եւ այս նախագծով կարծում եմ, որ այդ կարգավորումները բերվում են, բավականին ողջունելի նախագիծ է
Ես միանում եմ պարոն Թորոսյանի առաջարկին, որ պետք է էլեկտրոնային եղանակով դա ֆիքսել եւ ողջունելի է, որ կառավարությունը դեմս ներքին գործերի նախարարության դա ընդունել է, նաեւ երկրորդ մասն է շատ կարեւոր, որ թղթաբանությունը չավելացնենք, որ պահին էլեկտրոնային հաշվառման մեխանիզմը գործես, պետք է դատարի թղթային հաշվառումների, այդ մատյանային հաշվառումների համակարգը Ինչ վերաբերում է կարանտինին, պարոն Թորոսյան, վաղուց արդեն դա մեր ուշադրության կենտրոնում է, դուք ճիշտ եք ասում, կարանտին պահպանման պայմանները մեր ստացած տեղեկություններով բավականին պատշաճ չեն, ասենց ասեմ, մեղմ ասած պատշաճ չեն, այնտեղ պետք է շատ մեծ ծախսեր իրականացվեն, որպեսզի հասցվի գոնե միջազգային ստանդարտներին համապատասխան, բայց եթե տրամաբանության մեջ դնենք, որ ինչի համար ընդհանրապես այդ կարանտինը, որը մեկ երևի չի կարող դրա հիմնավորում տա, ինչի համար այդ կարանտինը, որ մի հատ է պետությունը միլիոնավոր դոլարների ծախսեր անի, բերի եւ հետո նորից էլի խնդրի առաջ են կանգնելու Ես կարծում եմ, որ այո, մտահոգիչ խնդիրներ կան, թեև ներքին գործերի նախարարության տիրույթում չի այս հարցը, բայց միանում եմ ձեզ եւ պատրաստ եմ քննարկել այդ հարցերը եւ մասնակցել բոլոր ուսումնասիրություններին քրեակատարական հիմնարկներում պահվող անձանց առողջության հետ կապված եւ առողջության պահպանման հետ կապված խնդիրներին, խնդրում կողմ քննարկել նախագծին։ Շնորհակալ։ Հարցեր հարակի ձգուցողին Գեղամանուկյան խնդրում։ Իրականում հարց չի, պարոն Խաչատրյանն արձագանքա։ Չգիտեմ, խորքային լավ է թե վատ, բայց անազատության վայրերի ադմինիստրացիային այլևս բժշկական ծառայությունները չեն ենթարկվում։ Լավ է այնքան առումով, որ անազատության վայրերի ադմինիստրացիաներից անկախ են, բայց նաև կա մեկ ուրիշ խնդրեմ։ Ադմինիստրացիան, որ ավելի շահագրգիռ է իր տարածքում, որևէ կալանավորի առողջական խնդիր չունենալու, չեպե չլինելու, բայց այստեղ ինքը ազդեցություն չունի այլևս բժշկական ծառայության վրա ու ցավոք վերջին տարիներին գոնե որ բարբերաբար անազատության վայրերում շատ հաճախ են լինում, որ չեմ ուզում որևէ բժշկի վիրավորել, բայց նաև այստեղ կալանավորի նկատմամբ բժշկական նաև անտարբերությունն է դեր խաղում, մատերի արանքով նայելը, որը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնեցնում բազմաթիվ կալանավորների։ Իսկ խնդրի լուծման ինչ-որ բան կա ձեր մոտ։ Այդ անտարբերությունը հաղթարել։ Երևի հոգեբանական է։ Պարոն Թորոսյան, դուք ինչ-որ բան ունեք։ Ես ճիշտ է ասում պարոն Մանուկյանը, ենթարկվում է առողջապահության նախարարությանը ու կոլեկտիվ անպատասխանատվության դեմ պետք է պայքարենք, որտեղ կալանավորի ամբողջ պատասխանատվությունը քրեակատարողական ծառայության վրա է, բայց բժշկականը առողջապահության նախարարության պետք է իրար հետ աշխատեն եւ համագործակցեն, վատ ռեֆորմ չի, նաեւ էլի բաների պահանջներով է մեր միջազգային պարտավորությունների, այնուամենայնիվ իմ մատնանշած դեպքը օրինակ եղել է հենց այդ բանի հիմնակ, չէ, կոնկրետ բժշկական այսինքն բժշկական հաստատության պատերի ներսում ա եղել, ոչ թե խցում, որ իրար վրա գցեն աշխատեն գործընկերների հետ հասկանանք ինչ կարելի է անել։ Շատ լավ, շնորհակալություն։ Ուրիշ հարցեր չկան։ Հերթագրում ելույթների համար Հայկ Սարգսյան, խնդրում։ Հարգելի գործընկերներ, ես կխնդրեմ մեր այն գործընկերներ, պարոն Թորոսյան, դուք, պարոն Գեղամանուկյանը եւ Արմեն Խաչատրյանն, ովքեր խոսեցիք կարանտինի ներկայապայմանների թույլատրելիության մասին, ուսումնասիրություններ անեք, պարոն Խաչատրյան, նաև լինելով հանձնաժողովի նախագահի տեղակալ, միջազգային փորձը բերեք, հասկանանք զարգացած երկրներում ոնց է կարգավորումները լինում, մեր մոտ էլ նման փոփոխություններ անենք, կսպասեմ ձեր կողմից առաջարկների։ Պարոն Սարգսյան, եթե հիշում եք, իհարկե մեր ֆունկցիոնալ դաշտից դուրս էր, բայց մեր հանձնաժողովը ինչ ձեռնմուխ եղավ հետազոտություններ իրականացրեց կալանավայրերում տեղի ունեցող դեպքերի եւ ամբողջական փաթեթը մենք ուղարկեցինք ազգային անվտանգություն, որպեսզի ճշտեն մեր տեղեկատվությունը, որ մենք ունենք, եւ այդ տեղեկատվությունը դարձավ լայն քննարկման առարկա։ Անկախ նրանից դա մեզ վերաբերվում էր ֆունկցիոնալ թե ոչ, ձեր առաջարկը շատ լավ է, որ այս դեպքում էլ պարոն Խաչատրյան, արժի որ մենք նորից այդպիսի մի ուսումնասիրություն, վիճակագրություն հավաքենք, հասկանանք ինչ է։ Եվ այդ անտարբերությունը հենց այնպես չի ծնվել եւ մենակ ասենք անտարբերություն վերացի ինքը չի վերանալու ուրեմն ինչ-որ մեխանիզմներ է պետք քննարկենք եւ մեր կողմից մեր առաջարկներով գուցե լուծումներ կարողանան գտնել շնորհակալ եմ խնդրեմ Շնորհակալություն
ամբողջապես համաձայն եմ, տեսեք, այս նախագծով բավականին լուրջ երաշխիքներ է ստեղծում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեմ, բայց կարծում եմ եւ կոչ եմ անում բոլոր ազգային ժողովի մեր падգամավոր գործընկերներին ուշիուշով հետևել, ուսումնասիրել, արձագանքել բոլոր խնդիրներին այս ոլորտում կալանավայրերում պահվող անձանց հետ կապված խնդիրներին եւ իմի բերել եւ միջոցներ ձեռնարկել, որովհետեւ այնտեղ խնդիրները շատ են, միայն կարանտինը չէ, որ խնդիր է, բավականին շատ խնդիրներ ենք տեսնում։ Հիմա ղեկավարությունն փոխվել արդեն քրեակատարողական հիմնարկում, գործուն միջոցներ են ձեռնարկում, բայց խորհրդարանական վերահսկողությունը շատ կարևոր է, հատկապես այս ոլորտի, որտեղ ամեն ինչ մութ է, ոչ մի բան չի լուսաբանվում, լրատվամիջոց չկա, մարդիկ իրանց իրավունքները ձգտում են երբևէ չբարձրաձայնել այդ մասին։ Ես կարծում եմ, որ падգամավորները լուրջ անելիք ունեն եւ այո, մենք այս առաջիկայում կրկին ուսումնասիրություններ կանենք եւ կգնահատենք վիճակը։ Շնորհակալություն։ Նաև այցեր կանենք, ասեմ ձեզ։ Ես համոզված եմ, որ Արտադրության նախարարը եւ նորանշանակ ծառայության ղեկավարը, եթե չեն լսել, կլսեն օրվա մեջ բարձրացրած մեր մտահոգությունները եւ գուցե իրենց կողմից դուրս գան առաջարկներով եւ մենք իրենց կաջակցենք, որպեսզի այդ խնդիրները լուծվեն։ Իսկ եթե այդ խնդիրները չլուծվեն, բնականաբար մենք մեր խորհրդարանական վերահսկողության գործիքակազմով ամեն ինչ կանենք, որպեսզի օր առաջ դրանք լուծված լինեն։ Դա այդպես է։ Ելույթների ոնց որ թե հերթագրման մեջ էլ մարդ չունենք, պարոն Խաչատրյան, պարոն Ղազարյան չունեք, խնդրեմ։ Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է անազատության մեջ գտնվող անձանց, որոնք իրականում շատ խոցելի խավ են իրավունքներից շատ հաճախ սրկված, եւ մեր դիմադիր падգամավորների դարոփորձ հանգիստ եք, մենք այս իշխանությունը թույլ չի տալիս, որ մեր падգամավորները ամենժամյա ռեժիմով անազատության վայրերը այցեր չանեն։ Մենք Հայաստանի բոլոր գաղութների, բոլոր ծառայողներին անգիր ենք նույնիսկ պարշարքային աշխատողների տեղափոխությունը ամեն դեպքում կանոնավոր ողջունելի նախաձեռնությունը մենք կողմ ենք քվեարկել։ Իհարկե, հարգելի գործընկերներ, քվեարկության եմ դնում ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում եւ լրացնող փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը կառավարության կողմից ներկայացված եւ նաեւ չգիտեմ, պարոն Թորոսյանի առաջարկ առաջինից երկրորդ ընթերցման համար եթե ընդունելի է, դա մենք կանենք երկրորդ ընթերցման ժամանակ։ Նորմալ է։ Շատ լավ։ Ովքեր են կողմ դրական եզրակացություն ստանալու պարագայում ներառվի լիագումար նիստերի օրակարգ։ Կողմ, դեմ, ձեռնպահ չկա, բացառիկ դեպքերից մեկն է։ Շնորհակալություն։ Պարոն Ղազարյան, շնորհակալ եմ։ Անցնենք մեր օրակարգի հաջորդ հարցին։ Դուք կարող եք մնալ եւ մասնակցել։ Այո, լսեք, սա էլ շատ կարևոր նախաձեռնություն է։ Մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում եւ լրացումներ կատարելու փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությունը իր հարակից օրենքների հետ մեկտեղ նախաձեռնությունը պատկանում է կառավարությանը, հիմնական զեկուցող ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյան, խնդրեմ պարոն Մկրտչյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն Քոչարյան, հարգելի գործընկերներ, հանձնաժողովին ենք ներկայացնում մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, որի նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է։ Հիմնականում դրանք մենք բաժանել ենք 3 ուղղությունների, առաջի ոլորտը դա վերաբերվում է օրենսդրության որոշակիացմանն ու ստանդարտացմանը, եւ այս առումով նշեմ, որ մենք օրենքը լրացրել ենք փաստացի մատուցվող ծառայությունների բոլոր ենթատեսակներով, խոսքը գնում է ազանգման համակարգերի, տեսահսկման համակարգերի, որոնք օգտագործվում էին ներկայումս մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից, սակայն օրենսդրական ամրագրում չունեին։ Հաջորդ, այսպես ասած, որոշակիացումը դա լիցենզիա ստանալու
հայտ ներկայացնելու պահին առնվազն 10 որակավորված պահնորդ ունենալու հանգամանքն է, որը գործող օրենսդրությամբ սահմանված է, որ ընդամենը 1 որակավորված պահնորդը հերիք է լիցենզիա ստանալու համար։ Սա եւս, այսպես ասած, բարձրացվում է լիցենզիայի տրամադրման, այսպես ասած, որակական մասը եւ ավելի բարդ ընթացակարգ ենք նախատեսում այս առումով մենք նախատեսում ենք, որ գործունեության այս տեսակը պետք է ունենա պարտադիր ապահովագրական պահանջ, որը պետք է նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարների կրկնակի չափը ունենա, բայց ոչ պակաս քան 10 միլիոն դրամը։ Խոսքը վերաբերում է, եթե պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության սխալի հետևանքով պահպանվող օբյեկտը վնաս կկրի կամ կտուժվի որևիցե կերպ, այս դեպքում ապահովագրական ծառայությունը համապատասխան գումարի չափով պետք է ուրեմն փոխհատուցի այս վնասները։ Հաջորդը մենք մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական турքի բազային դրույքաչափը 500,000 պատիկից բարձրացրել ենք 3,000 պատիկի չափով եւ մենք նախատեսել ենք լիազորող նոր օրենքով, որը պետք է պարտադիր սահմանի մասնավոր պարտադրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացնող պահնորդական գործունեության կարգը եւ պայմանները, որը եւս բացակայել է։ Հաջորդ ուղղությունը առավելապես վերաբերվում է ոլորտի վերահսկողությանն ու հաշվետվողականության ամրապնդմանը։ Մենք նախատեսել ենք, որ ներքին գործերի նախարարությունում վարվելու է էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերել են այս ծառայություններին, դրանց գործունեությանը, ընթացքին, մենք էլեկտրոնային եղանակով այս տեղեկություններին տիրապետելու ենք եւ սա հնարավորություն է տալու ճիշտ ժամանակին հասկանալ կազմակերպության կողմից գործունեության այնպիսի տեսակներ հայտնաբերել է, այսպես ասած, որոնք որ կարող են հանգեցնել լիցենզիայի զրկմանը։ Մենք նաև վերանայում ենք այն դրույթը, որ պահպանվող օբյեկտը առանց օբյեկտի սեփականատիրոջ հնարավոր չէ ստուգել, այստեղ եւ բացառություն ենք սահմանել այս առումով բացառապես բնակարանը կամ բնակարանին հավասարացված տարածքները։ Մնացած բոլոր դեպքերում մենք իրավասու ենք լինելու ներսում ստուգումներ իրականացնել, որպեսզի պարզենք իրականացված ծառայության որակը եւ վերջինը մենք այսպես ասած այս գործունեության ոլորտում խստացումներ ենք նախատեսել մասնավորապես օրենքի ընդունումով այլևս մեկ պահպանվող անձին հնարավոր չի լինելու ուղեկցել երկրորդ տրանսպորտային միջոցով, այսինքն տիկնապահական ծառայություն իրականացվելու է մեկ միևնույն, այսինքն տրանսպորտային միջոցով եւ տիկնապահների քանակը չի կարող գերազանցել 3-ը։ Նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում խստացրել ենք առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելու եւ այդ ծառայություններից օգտվելու օրենքով նախատեսված տուգանքի չափերը հիմնականում սա է բովանդակային առումով նախագծերի փաթեթը, բայց նաեւ ուզում եի սրան զուգահեռ ասեի, որ կառավարության կողմից վերանայվել է պետական կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանման ցանկը եւ գործընթացը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից եւ բավականաչափ կարևոր օբյեկտներ դուրս են գալու ոստիկանության պահպանության, այսպես ասած, գործառույթներից եւ սրանք վերապահվելու են մասնավոր պահնորդական ծառայություններին եւ սրան զուգընթաց նախագծերի փաթեթը գործընթացների լավարկումը եւ կանոնակարգումը առավելապես ավելի ասենց ասած արդիականացված է եւ որոշակի հրատապություն է իր մեջ ներառում։ Շնորհակալ եմ այսքանը։ Դուք հրատապություն բառը օգտագործեցիք։ Մենք առաջին ընթերցումից հետո այդ հրատապությունը գործելու է, առաջինը պահանջելու եք։ Եթե լասեք, որ ես իմանամ։ Հա, պարոն։ Շատ լավ։ Հարցեր հիմնական զեկուցողին, այսպես սկսենք Հայկ Սարգսյան, Քրիստինե Պողոսյան։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ, պարոն փոխնախարար, տեսեք, հիմա Թուրքի բարձրացումը, ես ընդհանրապես բոլոր ոլորտներում Թուրքի բարձրացմանը դեմ եմ, ինչու որտեղ Թուրքի բարձրացումը տանում է ոլորտի խոշորացման։
Նույնը նաև վերաբերվում էր օրինակ on-line կազինոներին, հա, մենք турքը անընդհատ բարձրացրել ենք, սկզբից եղել է 100 միլիոն, հետո սարքել ենք 500 միլիոն, հետո 600 միլիոն, մանրներ դուրս են եկել, բայց դրանով խաղացողների թիվը չի փոխվել, այսինքն ծառայություններն ինչ ավալով շարունակվում են մատուցվել, ուղղակի եթե նախկինում 6 կազմակերպություն ա եղել, հիմա 4-ն է մնացել, փոքրները դուրս են եկել։ Հիմա եթե турքը 500,000 դրամ է, մենք 6 անգամ բարձրացնում ենք, սարքում ենք 3 միլիոն։ Դուք հաշվարկել կարել եք, քանի ընկերություն կարա սրա հետևանքով դուրս մնա ու դա ծառայի խոշորների ել ավելի մեծացմանը ու շահույթների մեծացմանը։ Խնդրում եմ ասեք, քանի պահանորդական ընկերություն կա այսօր Հայաստանում, քանի նրանցից քանի աշխատող ունեն ու ինչքան է նրանց շրջանառությունը, եթե ունեք նաև ֆինանսական շրջանառությունը, խնդրեմ նշել ֆինանսական շրջանառություն, եթե չունեք, խնդրեմ ՊԵԿ-ից վերցրել ու անպայման տրամադրել, որ մենք իմանանք ունենք օրինակ 10 կազմակերպություն ունենք, մեկը անում է 1 միլիարդի գործ, մեկը 1 միլիոն դրամի գործ, մեկը 500,000, եթե հասկանանք, եթե турքը մենք սարքում ենք 3 միլիոն, փոքրները բնականաբար դուրս են գալու շուկայից ու դառնալու են ոչ մրցակցային։ Եվ նաև հաջորդ խնդիրը ապահովագրական պարտադիր պահանջը, սա իր հետ բերելու է գների բարձրացման միանշանակ պահանորդական ծառայությունների, ինչ ծավալով է պահանորդական ծառայությունների գինը բարձրանալու։ Արդյոք մենք սրա գների բարձրացման առաջին եւ երկրորդ այս կետերը, որ ես նշում եմ, դուքի բարձրացումն ու ապահովագրական պարտադիր պահանջը բերելու է գնի բարձրացման ու սրա հետևանքով նաև կարող է ոլորտը գնացվեր, այսինքն այդ ծառայությունը մարդիկ իրար հետ պայմանավորվեն, իրար մատուցեն առանց գրանցման, ստացվում որ մենք ուզում ենք իրանցից շատ ֆինանսական միջոցներ ու լավարկենք դաշտը, իրականում վատացնենք նրանք գնացվեր, եթե հիմա պահանորդական ծառայությունով են պարտավորվել իրար հետ աշխատում, ուղղակի ֆիզիկական անձինք իրար մեջ պայմանավորվեն, ասեն ես քեզ ամիսը 500,000 դրամ կտամ, դու իմ շեմքը կամ ինձ պաշտպանի կամ իմ ավտոյի մեջ նստի ու գնացվեր, սրանով դառնան էլ ավելի անվերահսկելի։ Հիմա բերել եք խստացումները, հիմնավորումները ասեք խստացումների, այդ վերջի կետի հետ կապված, որ երկրորդ մեքենա հետևից ֆռլը, դա շատ լավ է որ դուրս է գալիս, ինձ թվում է հրատապությունը սրանով է պայմանավորված, մնացածի մասին հրատապություն չկա։ Եթե մենակ այդ դրա մասով է, կարծում եմ կարանք այդ երկրորդ մեքենայի արկելքը հրատապանենք, մնացածը ավելի երկար քննարկենք, հասկանանք։ Բազային турքը 500,000-ից 3 միլիոն սարքելը ո՞նց է բերելու դաշտի խոշորացման, մենք ուզում ենք դրան գնանք, թե չենք ուզում, որովհետև ես որպես տնտեսագետ ու մենք որպես ժողովրդավարական ուժ ուզում ենք որպեսզի տնտեսվարողները լինեն շատ, ոչ թե դաշտը գնա խոշորացման։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան հարցերի եւ դիտարկումների համար։ Ըստ էության դե փոփոխվող թվեր են լիցենզավորված կազմակերպությունները, բայց դրանք շուրջ 200 են, որ այս պայն մեր մոտ գրանցված են, բայց նաև պետքա սենց անկեղծ լինեմ, դրանցից 20-30-ն են, որոնք որ մշտապես կայուն եւ որակյալ ծառայություններ են մատուցում, թե քանի պահանորդներ ունեն գրանցված եւ շրջանառությունը ինչքան է, ես այս պայն չեմ տիրապետում, բայց հաջորդիվ այդ տեղեկությունը կլինի եւ ինչ վերաբերվում է турքի չափին, տեսեք օրենքի ընդունումից ի վեր ընդհանրապես չի վերանայվել այս турքի չափը եւ ինքը անհամաչափ ցածր է, եւ մենք sense կտրուկ բարձրացման նաեւ չենք գնում եւ մենք նաեւ քննարկումներ ենք ունեցել պահանորդական կազմակերպությունների, այսպես ասած, տարբեր կազմակերպությունների, նաեւ իրանց ասոցիացիայի ղեկավարության հետ եւ սա թերևս իրանց կողմից ողջունվող է, որպեսզի այն մնացած ծառայությունները, որոնց գոյությունը մեր համար էլ անհասկանալի է, որտեղ բացվում են եւ տարիներ շարունակ գործունեություն չի լինում եւ շատ հնարավոր է որ հենց այնտեղ ինչ որ ստվերային իրավիճակ կա եւ մենք այս խստացումների նպատակը այն է որպեսզի ոլորտը կանոնակարգված եւ ավելի լրջացված լինի, քանի որ մենք նախատեսում ենք շատ կարևոր օբյեկտների պահպանություն փոխանցել իրենց, այո, հնարավոր է որոշակի գնային մատուցող ծառայությունների համար գնային ավելացումներ լինեն, բայց քանի որ ոլորտը կապված է հանրային անվտանգության պատշաճ ապահովման հետ,
մենք որոշակի առումով այդ մասի հետ հաշտենք, այդուհանդերձ մեր հաշվարկները եւ վերլուծությունները ցույց չեն տալիս, որ էական գնաճ կլինի, իսկ այս ապահովագրական նորմի ներառումը նախկինում նախագծի սկզբնական փուլում նշված էր, որ տվյալ կազմակերպությունները պետք է ունենան 10 միլիոն կանոնադրական կապիտալ եւ այս կարգավորումը փոխարինեց դրան եւ այս մասն էլ ենք մենք քննարկել նաեւ կազմակերպությունների հետ ուրեմն վճարների այս համակարգը ունենալը այդուհանդերձ ես ելակետային տվյալների մասով եթե առաջինից երկրորդ կամ նաեւ կարամ տեղեկատվությունը փոխել Արձագանքելով ասեմ, որ ես էլի գտնում որ Թուրքի բարձրացումը այս մեխանիզմով սխալ է ու կարծում եմ որ Թուրքը պիտի սահմանվի եթե ասում եք որ Թուրքը վաղուց վանից չի բարձրացել երբ օրենք ընդունվել 12 թվականից Թուրքը 500,000 դրամ է կարիք կա էլի բարձրացնելու որովհետև գնաճ կա եւ այլն շատ լավ Թուրքը բարձրացնենք բայց Թուրքի բազան դնենք ոչ թե տարեկան այլ շրջանառության ծավալի վրա ոնց որ մենք դա արել ենք օրինակ բուկմեյքերական ընկերությունների կողմից տեսեք միջև այդ ոնց է մեր մոտ ամեն տարի գալիս ենք ասում ենք Թուրքը բարձրացնենք որովհետև շրջանառության ծավալները աճում է Թուրքը քիչ է ու Թուրքը բարձրացնում ենք բայց դա լինում է ոչ համաչափ հիմա ինչ առաջարկես Թուրքը ոչ թե լինի տարեկան 3 միլիոն բոլորի համար այլ պահպանվի 500,000 դրամը եւ լինի եւս 1 Թուրք օրինակ 1% շրջանառության ծավալի վրա սա ինչ կտա Օրինակ ունենք ընկերություն, ով տարեկան ունի 10 միլիոնի պայմանագիր, 10 միլիոնի պարոնորդական ծառայություն է մատուցում։ Ինքը տվյալ դեպքում 500,000 դրամ տարեկան Թուրք է վճարում, այսինքն Թուրքը հանած իր մնում է 9.5 միլիոն, իր մնացած ծախսերն անում եւ հարկերն է տալիս։ Երբ մենք սարքում ենք Թուրքը 3 միլիոն, ստացվում է, որ ինքը իր շրջանառության ծավալի 30%-ը պիտի Թուրք վճարի։ Իսկ այն ընկերությունները, ովքեր ունեն օրինակ 100 միլիոնի պայմանագիր, ստացվում է, որ իրենց համար ընդամենը 1-2% է դառնում Թուրքը։ Պատկերացրեցիք, այսինքն Թուրքի միանվագ Թուրքը մեծ ընկերությունների համար դա ոչ մի բան այն պարոնորդական ընկերությունները, ովքեր որ ունեն մեծ ծավալ շրջանառության։ Թուրքի բարձրացումը իրենց կարող նաև նպատակահարմար են ինչ իմաստով, որ փոքրները դաշտից դուրս գան ու այդ ծառայություններից օգտվողները գան իրենց ծառայություններից օգտվել, ինչը անթույլատրելի է։ Հիմա ընկերություն կա 10 միլիոնի շրջանառություն անում, ասում ես չեմ ուզում գնամ մտնեմ խոշորի մեջ։ Իմ Թուրքը դրեք այս շրջանառության ծավալի, ես կանեմ 10 միլիոնի, օրինակ դրեք 1% կամ 1.5%, ես շրջանառության ծավալի Թուրքը համաձայն է որ 500,000-ը քիչ է, բարձրացեք, բայց մի սարքեք մի անգամից 3 միլիոն բոլորի համար, որտեղ 10 անգամ մեծ ֆիրման է պիտի նույն Թուրքը մուծի, ես 10 անգամ կամ 100 անգամ փոքր նույն Թուրքը պիտի մուծեմ, ինչը բան է, անհավասար պայմաններ է ստեղծելու։ Մեր փորձագետ այնտեղից գլխով դրական շարժում անում, երևում է ինքը պահնորդական ծառայություն ունել։ Տիգեն Յարմալոյան Խնդրեմ, պարոն Սարգսյան, ես եթե չեմ սխալվում, այս Թուրքը լիցենզիայի համար է տրվում, սա տարեկան Թուրքի մասին չի խոսքը, լիցենզիա ստանալու Թուրքն է։ այ նորմալ է։ Եվ ըստ էության շրջանառության հետ այս մասով մի քիչ կապելը կարծում եմ կարող այո։ Եվ բայց բոլոր դեպքերում ձեր առաջարկները ավելի խորությամբ կուսումնասիրենք եւ եթե ավելի լավ լուծում, ավելի ճկուն եւ բալանսավորված կունենանք, հա խնդիր չկա։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, Քրիստինե Պողոսյան։ Շնորհակալություն։ Պարոն Մկրտչյան, ենթադրում եմ լիցենզիայի կանոնների փոփոխությունը չի վերաբերվում բոլոր այն պանորդական ընկերություններին, որ արդեն լիցենզիա ստացել են, վատթարացնող նորմ չի կարող լինել եւ ստիպենք իրենց նոր երկրորդ անգամ գալ լիցենզիա ստանալ։ Իսկ ինչ վերաբերում է ուղեկցող հա, հասկանում եմ, ժամկետը լռանը արդեն նոր կանոններով է անցնելու լիցենզիան։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ մեքենային, մի հատ պարոն Սարգսյան ձեզ էլ, պարոն Մկրտչյան ձեզ էլ, որտեղ ասում եք կտրականապես չէ, իրավիճակ նկարագրեմ, օրենքում ասվում է պահպանվող անձը կարող է ունենալ ոչ ավել քան 3 պահնորդ, վարորդը, պահվող անձը արդեն 5 հոգի են։ Եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը մեքենայի մեջ լինի, ոնց կարող են երկրորդ մեքենայով չտեղաշարժվել, այս արգելքը մի քիչ հակասում է բերված խնդրին, հարցը ոնց է լուծվելու։ Շնորհակալություն, երկրորդ հարցից սկսեմ։ Այո։ Այդուհանդերձ եթե պանորդական ծառայությունից օգտվող անձը, այսինքն տիկնապահների քանակը այստեղ 3-ն են, եւ եթե նման իրավիճակ կա, այդ դեպքում տրանսպորտային միջոցը պետք է լինի ավելի մեծ եւ ավելի տարողունակ։ Եթե 3
տիկնապահներն էլ իրենց հետ շարժվեն։ Ընդ որում ասեմ, երեկուսից ավելը վտանգ է, իրար են խփելու։ Այսինքն մարդը պետքա գազելով տեղաշարժվի, եթե կինը հետն է օրինակ կամ երեխան հետն է։ Եկեք գազել չասենք, տարբեր տրանսպորտային միջոցներ կան, չենք կոնկրետ մի օրինակ բերում եւ շատ դեպքերում բիզնես դասի մեքենաները հենց մինիվենի սենց մինիվեն տեսակով են լինում եւ շատ ընդունված է որտեղ որ տիկնապաներ լինեն այդուհանդերձ մեր համար մեր դիտարկումները մեր ուսումնասիրությունները հանգեցրել են նա որ երկրորդ մեքենան հանրային անվտանգության տեսանկյունից խնդրահարույց է եւ մենք օրենքով նախատեսում ենք այսպիսի փոփոխություն Շատ լավ։ Մի քիչ շատ հանգիստ կարող են գալ Այսինքն հա խնդիր չկա որ ընտանիքի անդամները երկրորդ մեքենայով են գալիս, այսինքն ամեն դեպքում երկու մեքենա կարելի հիմա ոնց են բաժանում այդ մարդիկ ընտանիքի անդամները քանիսն են նստում մի մեքենայի մեջ երկրորդ մեքենայով պահպանություն իրականացնելը մի բան է Ետևից մեքենա լինել, որ ընտանիքի անդամները կլինեն, կարծում եմ բոլորիս հետ էլ կարող լինի 2 կամ 3 մեքենայով ինչ որ տեղաշարժվում ենք Ես ճիշտ չեմ այդ հարցը չհասկացա, ոնց տեղով փոխվել, ինչ է պատահել։ Տեսեք, պահանորդական ծառայություն իրականացնող եւ միաժամանակ ուղեկցող երկրորդ տրանսպորտային միջոցը առաջացնելու է վարչական տուգանք 500,000-ի պատիկով։ Պարոն Մկրտչյան, խնդրում եմ, ես պնդում եմ, որ այս հարցը պարզաբանենք։ Պահնորդական ընկերությունը պահպանություն է իրականացնում մարդու ընտանիքին եւ կնոջը եւ ամուսնուն։ Երկուսն էլ տեղաշարժվում են։ Միաժամանակ իրար հետ տեղ պիտի գնան։ Ոնց են այդքանով տեղավորվում մեքենայի մեջ։ Տեսեք, յուրաքանչյուր անձին կարող է տիկնապահական ծառայություն մատուցել 3 տիկնապահ։ Հիմա իրանք ոնց կտեղավորվեն, այս ոնց process-ը կանեն, դա իրանք պետք է որոշեն։ Այդուհանդերձ օրենքը շատ հստակ արգելում է պահնորդական ծառայություն մատուցող երկրորդ տրանսպորտային միջոցի մասով։ Դա իրանք նույն տրանսպորտային շարունակում եմ հակաճառել, խնդիրներ առաջանալու, որտեղ այդ մարդիկ, ովքեր օգտվում են ծառայությունից, ես չգիտեմ, չեմ օգտվում։ Ենթադրում եմ, որ ունեն նման հնարավորություն, որ 3 պահնորդ իրականացնում են պահնորդական ծառայությունը։ Ենթադրում եմ, որ այդ մարդիկ դա կիրառում են իրենց ընտանիքի անդամների, ոչ միայն իրենց անձի, այլ իրենց ընտանիքի անդամների։ Երբ որ պիտի տեղաշարժվեն կին եւ ամուսին, մի մեքենայով գնում է կինը իր հետ կան պահնորդներ, մի մեքենայով գնում է ամուսինը իր հետ կան պահնորդներ, ոստիկանը կանգնացնելու է դիտարկելու է երկրորդ մեքենա բայց դա երկրորդ մեքենա չի, խնդիրներ են առաջանալու։ Ես ասում եմ, որ առաջանալու են խնդիրներ եւ քաշքշուկներ։ Ոստիկան ասել է օրենքում գրածա չպիտի լինի երկրորդ մեքենա, այս մարդը ասել է կինս է իր պահնորդներով։ Ոնց է երկրորդ մեքենա դիտարկել։ Մի վարքան էլի ես մի վարքան հարցը ձևակերպեք։ Ձևակերպեցի հարցը, ասացի, այստեղ խնդրահարույց կետ կա։ Հարցը որ խնդրահարույց է, պահնորդ եւ երկրորդ մեքենայի բացակայությունը հակասում է նրան, որ մարդը երկրորդ մեքենայով է կինն է գնալ ուղիղ, ասում եմ, անհասկանալի։ Այս հարցին պատասխանեք գնանք արած։ Խնդիրը տուգանում եմ, ասել են խնդիր չի, երկրորդ մեքենան է, խնդիրը առաջանալու։ Որ Մկրտչյան հարցին պատասխանեք գնանք արած։ Պրոբլեմներ են Ես ասեմ, առաջանալու։ նախ այտենց կանգնեցնելու տուգանել չի, նման դեպքերով վարչական վարույթներ են նախաձեռնվելու եւ քննվելու է եւ բոլոր հանգամանքները պարզվելու են։ Եթե մի տրանսպորտային միջոցի մեջ լինելու է մեկ պահպանվող անձ եւ 3 իր տիկնապան, սա մի մեքենա, սա մի իրավիճակ։ Առնվազն 3 է։ Չէ, առավելագույնը 3։ Երկրորդ մեքենայում այլ պահպանվող անձա իր տիկնապան, սա այլ բան, այսինքն 2 անձ օգտվում են տարբեր ծառայություններից։ Եթե վարչական վարույթով կհիմնավորվի, որ ուղեկցող մեքենան իրականում ուղեկցում է իրականացրել եւ տիկնապահական պահնորդական ծառայություն է մատուցել, այդտեղ կարձանագրվի վարչական իրավախախտումը։ Իսկ սա մենակ ուղեկցում չի, սա գործունեություն է եւ ուղեկցելը ենթադրում է որոշ տարբեր, այսպես ասած, առանձին գործառույթ։ Շատ լավ։ Գեղամանուկյան։ Պարոն Մկրտչյան, այդ մարդիկ այնքան դարդ ունեն, հիմա նոր դարդ եք բերում այդ մարդկանց։ Այդ մարդիկ այնքան դարդ ունեն, հիմա պետք է նստեն հաշվեն 3 են 4 են։ Պարոն Մկրտչյան, թղթով ամեն ինչ նորմալ է, բայց ուզում հիշեցնեմ մի քանի շաբաթ առաջ Արթուր Վանեցյանի հետ կապած ոստիկանության
ասենց ասեմ, փայլուն աշխատանքը, որ բարբերաբար Արթուր Վանեցյանի հետ եղածների տան։ Տարօրինակ բաներ են կատարվում։ Տարօրինակ բան չի, ուղղակի որ Վանեցյանը չլներ նորմալ, որը մեկ մեկ էլի Նայեք, իրականում Արմեն Քրչյան, հիմա լազերկեք միշտ կա։ Հիմա երկրորդ մեքենան հետևից գնում է, տղեկով գնում ենք հաց ուտելու։ Պարնորդներին բոլորին հավաքել եմ, տարում եմ պատիվ տալու։ Հիմա երկրորդ, երրորդ մեքենա որ լինի, միշտ ինչ որ բաներ լինելու է, խնդրարույց հարց լինելու է։ Այսինքն չի լուծվելու։ Պարոն Մկրտչյան, խնդիրների, անհանգստությունների ձեր պատկերացումները։ Շատ լավ, օրենքի կարգավորման առարկան մի փոքր այլ էր, պարոն Մանուկյան, իհարկե ձեր մտահոգությունները կիսում եմ եւ այսպես ասած լավագույն ցանկության դեպքում, եթե մարդը նպատակադրված է օրենքը շրջանցել, այս կամ այն կերպ ինքը այդ շրջանցումներին պետքա գնա, բայց նաեւ իրավապահ համակարգը նրա համար է, որպեսզի արձանագրի նման դեպքերը, ընդ որում Շարասյունով երթևեկելը որը խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներից է եւս վարչական իրավախախտում է ենթադրում ըստեղ այսինքն մենք այդ հարցերին այդ տեսանկյունից ենք նայում շատ տարբեր հարցերին բնականաբար կասկածի հիմքով կամ հա քրեական վարույթի շրջանակում կամ հանցագործության առերևույթ հատկանիշների կասկածի դեպքում այլ գործառույթներ իրականացվում։ Տվյալ պարագայում խոսքը գնում է պահանորդական հենց ծառայության մասին, որը հենց ինքը օրենքն է դա թույլ տալիս, եւ մենք այս օրենքի գործող կարգավորումները խնդրահարույց ենք տեսնում եւ օրենքի մասով այսքանն ենք փոխում։ Շնորհակալություն, Արսեն Թորոսյան։ Շնորհակալություն, ես ճիշտ ասած չէի նախատեսում այս հարցը հարց տալ, բայց մենք ինչի ենք ընդհանրապես այս ամեն ինչին sense լուրջ վերաբերվում, ժողովուրդ ջան։ Մենք ուզում ենք տենց ժողովրդավար, թափանցիկ նման բարքերի ձեռց հասարակություն ու երկիր ունենալ, ասենք նայում ես Amazon-ի տերը մենակ է մանգալիս կամ Tesla-ի, հա, չգիտեմ, Bezos-ն ու Musk-ը մենք ընկել ենք մի քանի միլիոն դոլար կամ նույնիսկ այդքան չունեցող մարդկանց, հա, չէ, այդ իրա հերթին, ես նկատի ունեմ մենք պետք է ուրիշ բան զարգացնենք մեր երկրում, ոչ թե տենց մտածենք, թե ինչու օրինակ, չգիտեմ, մի մեծահարուստի երեխան չի կարող գնալ մի մեքենայով, հետևից էլ մի եւս երկու մեքենա։ Ես դեմ չեմ, որ պետքա կարգավորել, իհարկե, որտեղ այդ պահնորդական ծառայությունը միայն դրան չի վերաբերում, պահպանվող օբյեկտներ եւ այլն, ես կողմ եմ, ուզում եմ ասեմ, որ այդ կրճատում ենք այդ մեքենան, ու ընդհանրապես պետքա մենք խրախուսենք հակառակ վարքագիծը, որ ժողովուրդ ջան, անվտանգ է մեր երկրում, հանգիստ մանեք, եք ոչ մեկ ձեզ չի ուզում սպանի, իսկ եթե ուզենա սպանեն, ձեր պահնորդները ձեզ չեն փրկելու 100%։ Ինչքան շատ պահնորդ, այնքան վտանգը կմեծանա, չէ՞ ճիշտ եք։ Բայց խոսքը դրա մասին չի, պարոն Սիրոն, շատ ճիշտ բան եք ասում, որտեղ պահնորդականը շատ-շատերը դիտում են որպես զորք ունենալու հնարավորություն։ Մուսկուլները ցույց տալու մեքենայի տեսքով, վզերի տեսքով, դա վերացվում է, վերացվել է շատ դեպ հիմա, բայց հիմա ավելի կանոնակարգված կլինի, էլի կվերացվի։ Էպես որ պահնորդը չի փրկելու, ապրած կյանքն է, որակապես պիտի փոխվի, որ մարդը չդառնա թիրախ։ Ես կարծում եմ այդտեղ է խնդիրը, եւ պահնորդականի կարիք ունեցողները թող մտածեն ինչի պետք է իրանք պահպանման կարիք ունեն։ Այդտեղ է խնդիրը։ Շատ լավ։ Հարակի զեկուցման համար Արմեն Խաչատրյան խնդրեմ։ Շնորհակալություն, մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքը ընդունվել է դեռևս 2012 թվականին, առաջին անգամ կարգավորվել է այս օրենքով 12 թվականից սկսած եւ առ այսօր որևէ փոփոխություն չեն կրել օրենքում եւ բնականաբար այսքան ժամանակ մի շարք նոր հասարակական հարաբերություններ են առաջացել, պրակտիկան լիքը այլ խնդիրներ է արձանագրել եւ անհրաժեշտություն կա այս բոլորը նորից կանոնակարգելու։ Իհարկե նախագծի նպատակը նա է, որ այս գործունեությամբ զբաղվեն այն կազմակերպությունները, որոնք ունեն ներուժ, ֆինանսական, մասնագիտական, տեխնիկական ներուժ, հարցեր կա, որ նախկինում ընդհանրապես կարգավորված չէր, օրինակ տեսահսկման համակարգով պահպանվող օբյեկտը պահպանելը, որևէ կերպ կարգավորումներ չկար, հիմա այս կարգավորումները կան, միանշանակ խնդրում կողմ քվեարկել նախագծի օգտին, բայց եւս մի բան
Տեսեք, պարոն Սարգսյանի հնչեցրած խնդիրը պարզվեց, որ միանվագ 10 միլիոն, 3 միլիոն վճարում է 500,000-ի փոխարեն, բայց նաև անհանգստություն կա այն 10 միլիոնի մասով, նվազագույնը 10 միլիոն պետք է ինքը երաշխիքային, հա, ֆոնդ ունենա։ Հանել ենք այդ։ Այո։ Ես հա հասկանալի է 10 միլիոնի տեսեք սա բիզնես ոլորտ է, բիզնես գործունեության ոլորտ է եւ Հայաստանի բոլոր գրեթե բոլոր մարզերում այս գործունեությունը կա։ Օրինակ Գորիսում կամ ասենք ինչ որ մի փոքր քաղաքում նման գործունեություն ծավալող մի ընկերության համար 10 միլիոնը սարսափելի մեծ թիվ է։ Դա կարա իր շրջանառությունն էլ չբերի։ Բերենք նվազագույն թիվ չդնենք, շրջանառությունով դնենք, ասենք եթե քո շրջանառությունը այսքան բայց գրած էր որ նվազագույնը 10 միլիոն բայց ոչ պակաս 10 միլիոն դից ինչ որ բան տեսա ես այդ ոչ պակասը հանենք ըստ շրջանառության լինի 10 միլիոնը դա մեծ թիվ է հասկացա Նորմալ է։ հա հասկացա Շատ լավ, հա, նորմալ Եվ է։ Տիկին Պողոսյանի հնչեցրած հարցը մենք մինչև այդ քննարկել ենք այո Միան հստակություն մտցնենք, մարդը իր կնոջ երեխաների հետ համարվում է պահպանվող անհատներ եւ մի մեքենայում տեղավորվում է 4 մարդ, չէ, բայց նրանց անհրաժեշտ է նաեւ 3, 5, 4 կամ 6 պահնորդ։ Այս դեպքում, եթե օրենքը չի հակասում, որ իրենք այլ տրանսպորտային միջոց, մինիվեներով, այնպիսի տրանսպորտային միջոցներով, որոնք ունեն 4 եւ ավելի նստատեղեր, եւ կարող են ունենալ 4 պահպանվող անձ եւս 12, չէ, ըստ օրենքի, ամեն մեկը 3, եւս 12 պահնորդ։ Ստե որևէ խնդիր մենք չենք ունենում, հետեւաբար մեր Քրիստինա Պողոսյանի խնդիրը լուծված ենք համարում։ Տրանսպորտային միջոցը եթե փոխում ենք, խնդիր չի լինում։ Բարոն, շատ լավ, շատ լավ։ Երկրորդ մասով, որ երկրորդ մեքենան կինը կարող ուրիշ մեքենայով պահնորդների հետ գնա, ամուսինը ուրիշ, սրա ամուսինները համապատասխան կլուծեն կանանց վտանգները։ Քանի որ սուբյեկտը տարբեր է, պահպանվող սուբյեկտը տարբեր է, երկրորդ մեքենան եթե կինն առաջինը ամուսինը, ստե չի կարա բանը վարչական պատասխանատվություն առաջանալ, որևէ խնդիր չունենք։ Շատ լավ։ Դուք առաջարկում եք կողմ քվերկեն մեր գործընկերներին։ Այո, իհարկե, առաջարկում Շնորհակալություն։ Ասեմ ձեզ, որ քիչ առաջ եւ պարոն Թորոսյանը եւ ես արձագանքեցինք, թե ինչ փիլիսոփայություն պետք է տեսնենք նմանատիպ օրենքների փոփոխության հիմքում։ Այստեղ մեքենաների քանակը չի, ընդհակառակը երկրում տիրող իրավիճակի հետ է կապվում, որ պետք է ապահով երկրում, այսինքն պահպանողականը, մեկը լինի, թե 10 պահնորդ դնեք, պետք է զորքի չվերածվի։ Այսինքն խնդիրը ուրիշ տեղ է, էլի։ Շատ լավ։ Հարցեր հարագի զեկուցող են, հարցեր չկա, հերթագրում ելույթների համար։ Քրիստինա Պողոսյան։ Հարգելի սիրելի գործընկերներ, եկեք իրար ճիշտ հասկանանք։ Լեոնել Մեսին տեղաշարժվում է 4 անվտանգության աշխատակիցով, Իբրագիմովիչը գերադասում է մենակ սենց մանգալով գնալ։ Եկեք ֆիքսենք, որ քանի մեր երկրում օրենքով արգելված չի պահնորդական ծառայությունից օգտվելը, մենք ապրում ենք ազատ երկրում, մարդը ունի հնարավորություն, ունի միջոցներ, անկախ նրանից իրեն վտանգ սպառնում է, չի սպառնում, ուզում է օգտվում է ծառայությունից։ Եկեք տենց բաներ չասենք։ Քանի մենք չենք արգելել օրենքով արգելված չի ցանկացած մարդ կարող է օգտվել այն ծառայությունից, որը մեր մոտ օրենքով թույլատրված է։ Մարդկանց չպիտակավորենք, ուզում են ման են գալիս։ Մենք մեզ լավ ենք զգում, գիտենք, որ ապահովա, տենց ենք ման գալի։ Մարդը ինքնագնահատականի կամ այլ խնդրի հարց ունի լուծելու, կամ անվտանգության մենք չենք որոշում, այդ մարդը անվտանգության խնդիր ունի, թե չունի, կապ չունի, էլի։ Եկեք բան անենք, չպիտակավորենք մարդկանց։ Օրենքով արգելված չի, մարդը կարող է, ուրեմն պետք ուզում է կարող է օգտվել։ Շնորհակալ եմ։ Իհարկե նախկինում օրենքը ավելի մեծ հնարավորություն էր տալիս զորք ունենալու, հիմա օրենքը սահմանափակում է։ Ծանր տեխնիկական միջոցներով չեն կարող ուղեկցեն պահպանվող անձին։ Շնորհակալություն։ Այո, խնդրեմ։ Շատ կարճ է ելույթը, դիմում եմ լրագրողներին, այս օրենքը ընդունվելուց հետո խնդրում եմ ուշադիր եղեք, նաև ազգային ժողովի պատգամավորներից, ուղեկցող մեքենաներով, ովքեր են շրջում են արդյոք եւ որպես 4-րդ իշխանություն ձեր վերահսկողության ֆունկցիան կատարեք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Եզրափակիչ ելույթներով, պարոն Խաչատրյան։ Չկա, շատ լավ։ Քվեարկում ենք։
Մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած առաջարկը առաջին ընթերցմամբ ընդունելու ընդ որում հրատապ ռեժիմը, բայց դա չի նշանակում 24 ժամյա ռեժիմ։ Դա անհետաձգել է, շատ լավ։ Հարգելի գործընկերներ, ովքեր են կողմ, խնդրում եմ քվեարկել կողմ, դեմ, ձեռնպահ, օրինագիծ ընդունվեց, շնորհակալություն պարոն Մկրտչյան, պարոն Ղազարյան, դուք դեռ ոնց որ անելիք ունեք։ Դա պարոն Մկրտչյանն է, հաջորդի։ Մի հատ էլ ունեք։ Միավորների։ Դուք ուզում եք հրաժարվեք։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, անցնում ենք օրակարգի վերջին հարցին, երկրորդ ընթերցման։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հիմնական զեկուցող պատգամավոր Արմեն Խաչատրյան, հիշեցնեմ, որ այս նախաձեռնությունը Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի եւ Արմեն Խաչատրյանի կողմից է ներկայացվել առաջին ընթերցմամբ, ասեմ, որ առաջին ընթերցման ժամանակ բազմաթիվ Տիկին Յարմալյան, ուզում եք ես դադարեցնեմ մինչև ավարտեք, դե նստեք ձեր, մի խանգարեք։ Հիշեցնեմ, որ քննարկումը շատ բուռն է եղել եւ շատ արձագանք է եղել մեր գործընկերների կողմից, մշակվել է շատ լուրջ փաթեթ, բայց քանի որ առաջարկները շատ խիտ են եւ իրեն բովանդակության առումով տարբերվում էին այն նպատակներին, որ դրված էր տվյալ մեր գործընկերների կողմից, մենք որոշեցինք, որպեսզի սրան անդրադառնանք եւ Հայկ Սարգսյան եւ ես Տիկին Բաթոյանի առաջարկները մի մասը կքննարկվի հիմնական զեկուցողի կողմից, բայց մեր հետ Արսեն Թորոսյանի իմ եւ պարոն Սարգսյանի մենք մի ամբողջական պարոն Թորոսյանի եթե դեմ չեք փաթեթն որ մշակել ենք, դա մենք առանձին նախաձեռնությամբ մոտ ապագայում հանդես կգանք։ Պարոն Խաչատրյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ներկայացնում եմ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի եւ իմ կողմից ներկայացված նախագիծը, որը առաջին ընթերցմամբ արդեն անցել է եւ արդեն պատրաստում ենք երկրորդ ընթերցման։ Նախագծի բովանդակությունը կանում է նրանում, որ տուգանային միավորները, որոնք ամեն տարի տրվում են մեր վարորդներին, 9 միավորի փոխարեն տրվելու է 13 միավոր եւ մի քանի իրավախախտումներով, որոնք ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման անմիջական պատճառ են հանդիսանում կամ նպաստող պայման են հանդիսանում կամ հաճախակի են թույլ տրվում դիտավորությամբ, այդ մի քանի խախտումներով բալերը ավելացվել են եւ ավելացվելով փաստորեն նրանց նկատմամբ կարելի է ասել խստության առումով կիրառվում է այն նախկին խստությունը 9 բալային, ինչ որ հիմա, ասենք 13-ի դեպքում կիրառվեն։ Մենք ունենք առաջարկություններ պարոն Թորոսյանից, պարոն Անդրանիկ Քոչյանից, Զարուհի Բաթոյանից եւ Հայկ Սարգսյանից մի շարք առաջարկություններ, բայց հաշվի առնելով, որ այդ առաջարկությունները բովանդակային առումով փոխում են արդեն այս նախագիծը, ապա որոշում է կայացվել մեր գործընկերների հետ քննարկումից հետո, որ առանձին նախագծեր բերվեն, որքանով գիտեմ արդեն պարոն Սարգսյանը քրեական օրենսգրքում փոփոխության նախագիծը շուտով կշրջանառի։ Ինչ վերաբերում է Տիկին Զարուհի Բաթոյանի բերած առաջարկությանը, գտնելով, որ այս նախագծի բովանդակությանը համահունչ է եւ կարելի է քննարկել, առանձին քննարկումների արդյունքում եկել ենք այն համաձայնության, որ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելն կառաջացնի տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով նախկին եռապատիկի փոխարեն եւ նախկինում տուգանային միավոր չի կիրառվել, հիմա կկիրառվի մեկ տուգանային միավոր։ Արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները հայտնի են բոլորիս, դա այն է, որ օրինակ օրինակ օրվա մութ ժամերին սարքերից չես օգտվում կամ համապատասխան սարքերից լուսային սարքերը անջատած ես վարում կամ հակառակը կամ ասենք թունելներում որ պետք է ասենք լուսային սարքերից օգտվես չես օգտվում, այս բոլորը մտնում են այս զանցակազմի մեջ։ Եվ երկրորդ առաջարկությունը Տիկին Բաթոյանի հետևյալն է, ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարինելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 10 հապատիկի չափով նախկին 5 հապատիկի փոխարեն եւ տուգանային միավորի կիրառում նախկինում տուգանային միավոր չի կիրառվել։ Կարծում ենք, որ այո, այս իրավախախտումն էլ բավականին
լուրջ հետևանքներ է ունենում հաճախ եւ այս փոփոխությունները առաջարկությունները Տիկին Բաթոյանի ընդունելի են։ Շատ լավ, հարցեր հիմնական զեկուցողին, հարցեր չկան, հարակի զեկուցման համար, քանի որ Վահագն Ալեքսանյանը այսօր բացակայում է հարգելի պատճառով, Հայկ Սարգսյան խնդրեմ։ Շնորհակալ եմ, ես իմ առաջարկները ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, բայց քանի որ պարոն Խաչատրյանը գտավ, որ դրանք բովանդական են եւ ավելի ընդգրկուն են, անհրաժեշտություն առաջացավ դա առանձին շարժենարել։ Ես արդեն առանձին շարժենարել եմ կառավարության գործընկերներին ուղարկել եմ աշխատանքային կարգավիճակի, առաջիկայում դրական կարծիք ստանալուց հետո արդեն պաշտոնապես կդրեմ շարժենարության մեջ, առաջարկում եմ կողմ քվեարկել։ Ես կարծում եմ մենք կմիանանք ձեզ, պարոն Սարգսյան։ Ես եւ պարոն Թորոսյանը, չէ՞, կմիանանք ամբողջացնենք։ Հարգելի գործընկերներ, հարց, այո, խնդրեմ։ Ես պարզապես ուզում եմ ասել, որ այո, պարոն Քոչարյան, մենք միասին կանենք այդ փոփոխությունը, որովհետև հասկանալով, որ հիմա տրամաբանությունը այլ է, այնուամենայնիվ խնդիրները պետք է լուծվեն։ Եվ ճանապարհային երթևեկության կանոնակարգումը մեր առաջնահերթություններից պետք է լինի, քանի որ դրա պատճառով կամ դրա չկանոնակարգված լինելու պատճառով մենք հարյուրավոր զոհեր ենք ունենում։ Ես ուզում եմ, որ մենք ամեն անգամ սրա մասին խոսենք։ Մենք մեր յուրաքանչյուր քաղաքացու կյանքը ավելի կարևոր պետք է լինի, քան թե մեր մյուս քաղաքացիների ավելի շատ խախտում անելու իրավունքը։ Սա պետք է լինի մեր համար առանցքային։ Եթե մենք այդպես չենք առաջնորդվում, կարելի է ընդհանրապես Վիվոն համարել չեղյալ այդ ճեկի մասով եւ ասել ոնց ուզում եք վարեք։ Ես եւս մեկ անգամ շնորհակալություն, որ այս առիթը կա, եւս մեկ անգամ ուզում ասել, որ անպայման սա պետք է անենք, շնորհակալություն։ Պարոն Թորոսյան, հարգելի գործընկերներ, հարակից զեկուցողին ես հասկացա, որ հարցեր չկան, Տիկին Բաթոյան, բանակ ելույթների համար հիմա ես հերթագրում անեմ, ովքեր ելույթի կարիք ունեն, Գեգամ Մանուկյան, Զարուհի Բաթոյան, խնդրեմ։ 85 թե 86 թիվներ Պերեստրոյկայի ժամանակ Պրավդայում հոդված տպեց Հայաստանում կոռուպցիայի մասին։ Լավ չեմ, հոդվածում մի ակնարկել կար, որ ՄՎԴ-ի ծառայողները, ՕԲԽ-ի աշխատողները, դատախազության աշխատողները ավտոները շատ հաճախ գրանցում են զոնքաժների անունով, բարեկամների անունով։ Այդ ժամանակ էլ ոնց որ հիմա այդ գերատեսչությունների դեմը բազմաթիվ մեքենաներ են կանգնում։ Պրավդայում հոդվածը լույս տեսավ, հաջորդ օր այդ գերատեսչությունների դիմացը մի հատ մեքենա չկար։ Պրավդայի հոդվածից վախեցան։ Այս նախագծի առաջին ընթերցման ժամանակ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների մոտ բարձրաձայնեցի։ Երևանում կա երկու տեղ, որտեղ իրավապահ համակարգը տոտալ ոտնահարում է օրենքը։ Քրեական ոստիկանություն, Երևանի քաղաքի վարչություն, Խանջան փողոց, որտեղ երրորդ շարք են կանգնում եւ Վազգեն Սարգսյան փողոցն է գլխավոր դատախազություն, որտեղ մեքենաները հազիվ այդ փողոցով անցնում են։ Այսօր էլ էլի նույն իրավիճակն է, էլի չվախեցան, այն ժամանակ գոնե Պրավդայից վախենում են։ Եվ ուղղակի ուզում եմ բարձրաձայնել, որ այս իրավիճակն է, երբ որ իրավապահ համակարգը, հիմա չեմ ուզում բոլոր ոստիկաններին վիրավորել, նեղացնեմ, հասկանում եմ մարդիկ եկել են աշխատանքի, բայց երբ որ իրենք ոտնահարում են, երբ որ տաքսու վարորդը տեսնում է, որ երրորդ շարք կարելի է կանգնել, ասում են լավ, ուղևոր պետք է վերցնեմ, հիմա 2 վայրկյան էլ երկրորդ շարք կանգնեմ, այսքանը։ Ես Տիկին Բաթոյան ձեզ ձայն տալուց առաջ մի փոքր ռեպլիկով արձանագրեմ, շատ ճիշտ դիտարկում էր, որ մեր քննարկման ժամանակ հաջորդիվ ինձ տեղյակ պահեցին, որ նշած հասցեներից բոլոր մեքենաները անհետացել են։ Մի քանի ժամ է տվել իհարկե։ Բայց հետո 3 առաջ օրը ես զանգարել եմ գնդապետ Խուդինյանին եւ ասել եմ, որ հիմա Վազգեն Սարգսյանով ասնում եմ մեքենաները նորից ենթադրաբար մի մեքենան մեր փորձագետը նկատեց, որ դատախազի մեքենա է, դատախազության դիմացը էլի երրորդ շարք կանգնած էր։ Նկարել ենք մեքենայի բաները, կուղարկենք Խուդինյանին, բայց դա չի հարցը։ Եվ Խուդինյանը հավաստիացրեց, որ 5 րոպետո չի պետքա չլինի։ Չէ, պարոն Թորոսյան, Խուդինյանը հաստատ 5 րոպետո հեռացրեց այդ մեքենաները, բայց խնդիրը պետքա լուծեն տվյալ գերատեսչությունների ղեկավարները ամենախիտ ձևով։ Խոսքը վերաբերում է գլխավոր դատախազության եւ քրեական ոստիկանության։ Պարոն Մկրտչյան, քննադատություն ընդունեք, որ դա ընդունեք, բայց հիմա սա մենք ավելի լրջացնում ենք։ Հիմա եթե դուք բան ասեք, մենք
Պարեկների հետ մեկտեղ մենք էլ ենք շրջելու, արձանագրելու ենք, վերջը օրենք ունենք, որ ես ազգուշաբար ուրիշ ձևեի բաներ դու դուրը չեկավ։ Մենք այդ բարեկը կիրառենք, այդ application-ը կա արդեն, որ լավ աշխատի, նկարում ենք ու ամենադաժան որտեղ չգիտեմ խախտում անում են թե չեն անում, բայց այդ հասցեները, որ ֆիքսվել է մեր նիստի ընթացքում, պետքա լինեն բաց, դեռ երկրորդ, երրորդ գիծ չկարա լինի։ Թող ղեկավարները ղեկավարեն իրենց օրինախախտ աշխատակիցների։ Խնդրեմ։ Տիկին Բաթոյանին վերջին ձայն։ Ուրեմն Երևան քաղաքում կա ծրագիր, հաշվի առնելով տվյալ հատվածի ծանրաբեռնվածությունը, որտեղ ունենք գլխավոր դատախազություն, որտեղ ունենք մի քանի նախարարություններ, Սպիտակ շենք արդարադատության նախարարությունը, մի շարք այլ նախարարություններ, դիմացի հատվածում Վազգեն Սարգսյան փողոցի մյուս կողմում ունենք կենտրոնական բանկ, ունենք մեծ Ամերիա բանկը, ունենք մեծ բիզնես կենտրոններ, այլ բանկեր եւ նաեւ ունենք քաղաքապետարան, Երևանի քաղաքապետարան, որը նույնպես այդ հատվածի շահառունն է, կողքը Շիրակ հյուրանոցն է, էլի նոր ոնց որ շենքի կատլավան կա, որ նախատեսվում է որ կառուցվի, ստեղ այս հատվածում մենք լուրջ պարկինգի խնդրեմ ունենք, կանոնատեղի խնդիր ունենք, որը մեր Երևանի համայնքապետարանը 18 թվականից փորձում է լուծի ու մասնավորին ես գիտեմ որ պետք է լինի մրցույթ, որպեսզի մասնավոր այդ հրապարակում սարքի ստորգետնյա կանոնատեղի, ինչի շնորհիվ կլուծվի այս խնդիրը դատախազության համար, թե նախարարությունների համար, թե մյուս քաղաքացիների համար։ Հիմա խնդրեմ մեր քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետարանի գործընկերներին խնդրում եմ Երևանի քաղաքապետարանի գործընկերներին խնդրում ենք այս հարցով քայլեր ձեռնարկել, որպեսզի սկսեն մոտակա օրերին կամ ամիսներին կառուցման աշխատանքներ, որպեսզի այս հատվածում մենք ունենանք ստորգետնյա կանոնատեղի, քանի որ այդ հրապարակում գիշեր նախկինում թույլատրվում էր կանգար կայանելը արձանի Միասնիկյանի արձանի դիմացի հրապարակի մասին է խոսքը, այժմ չի թույլատրվում ու այս կոլապսը առաջանում է նաև դրանից։ Խնդրեմ, որպեսզի մեր գործընկերները գործուն քայլեր ձեռնարկեն, որպեսզի այստեղ լինի կանոնատեղի ու մենք մեր դատախազության կամ մյուս գործընկերներին անընդհատ ստիպված չլինենք բանտուգանելու մեխանիզմով խիստ լավ, տուգանելը չի, զուտ բանի վարչական այսպես պահանջը կիրառելու մասին է խոսքը։ Հիմա դուք խնդրում եք, խնդրել չի։ Ես գիտեմ, որ քաղաքապետարանը բազմաթիվ նախագծեր է քննարկում, օրինակ վերջերս Կասկադի նախագիծներ, այսպիսի բան հողային բաները։ Հիմա այդ ձեր ասած կանգառների հետ կապված բաները պետք է դարձնեն իրականություն, որտեղ կանգառի խնդիրը օր-օրի ավելի սրվում է, որտեղ մեքենաների քանակը շատանում են, ճանապարհների թողունակությունը խիստ սահմանափակ է եւ առաջանում են խնդիրներ։ Պարոն փոխնախարարը ուզում եմ մի փոքր արձագանք, նոր Տիկին Բաթոյանի զանգ կտամ, խնդրեմ։ Պարոն Քոչարյան, քննադատություններին չեմ անդրադառնա, իրականում ուղղակի պարոն Մանուկյանը ստեղ չի ուղղակի պետք է հուսահատեսնել, որտեղ 3 կետերում չի, որ երկրորդ, երրորդ գիծ կանգնում են, այո, խնդիրը առկա է եւ քաղաքի մյուս վայրերում նույնպես մենք ունենք այսպես իրավիճակ եւ կողմ եմ պարոն Սարգսյանի դիտարկմանը, որ հարցը պետք է ունենա ֆունդամենտալ եւ ինստիտուցիոնալ լուծում եւ ամեն անգամ մենք բարեկով այս հարցը սա մեր համար է եւ նաեւ հաջորդ լուծումը պարոն Սարգսյան ճիշտ է նախ պետքա պայմաններ լինեն որպեսզի տրանսպորտային միջոցները մարդիկ կարողանան կանեն եւ առանց իրենց կամքից այսպես ասած կամ մտածելով որ դե թքած այդ խախտման արձանագրության վրա ես լավատուգանվեմ բայց այս պայն հասցնեմ իմ գործը նաեւ մենք մեր մյուս նախագծերով եւ մյուս պրոյեկտերով առաջարկում ենք տեսահսկման համակարգի ուժեղացումը որը հնարավորություն կտա առանց բարեկնի ինքնաշխատ կերպով տրանսպորտային միջոցը ֆիքսել, նկարել, ուղարկել քաղաքացուն եւ ասել, որ դուք տուգանվել եք։ Կարծում եմ քաղաքացիների մոտ, վարորդների մոտ սա կձևավորի այն մշակույթը, որ իրավախախտում պետք չի անել եւ ինքը անխուսափելիություն պատժի չի ունենալու, քանի որ համակարգը մեր ասած ուրիշ բան, ձեր ասածը 100% ճշմարտություն է։ Պարոն Սարգսյանի ասածը 100% ճշմարտ, բայց ես ասում եմ, այս պահին ինչ կարելի է անել։ Ընդամենը երկու հասցե ենք ասում, որտեղ ամենաուժեղ ուժային կառույցների շենքերն են։ Լավ, այդ կառույցների ղեկավարները կարան, չէ՞, ասեն իրանց աշխատակիցներին։ Ես ուրախ եմ, որ դուք ասում եք, բայց խնդրեմ, կարճ ռեպլիկա Տիկին Բաթոյան հաջորդ։ Պարոն Քոչարյան, ես նորից ուզում եմ վերադառնալ մեր նախագծին, տեսեք, քանի դեռ
կանգառն արգելված վայրում կայանելը տուգանվում է 5000 դրամով, որը տեսախցիկով ստանալու դեպքում, email-ով ստանալու դեպքում դառնում է 4000 եւ 15 օրվա վճարելու դեպքում դառնում է 2800 դրամ, բոլորը կանգնելու են։ Եվ տեսախցիկների շատանալը հարցը չի լուծելու, դա դառնալու է պարկինգի վճար, կլինի առաջի գիծ, երկրորդ գիծ, երրորդ գիծ, չորրորդ գիծ եւ տուգանելը հարցը չի լուծելու, որտեղ փողոցը փակ է, հարգելի գործընկեր։ Մենք բաց փողոց ապել, ոչ թե տուգանել 100, 200, 300 թող մետրոյով տեղաշարժվեն մեր լավ ման ավտոբուսներով, վերջի հեծանիվ քշեն, ոդկով, այն ինքնագլորներով, ու թող ծիծաղելի չթվա, մենք էլ օրինակ ես շատ հաճախ ոդկով գնում եմ կառավարություն ստեղից, թեև ջրվեժից դժվար է ոդկով ինձ գալ։ Իսկ մենք նաև պետք է այդ խրախուսենք։ Ես նորից վերահաստատում եմ, որ մենք պետք է այդ ամեն ինչը անենք, այս խոսակցության դրա համար ծնվել է այս փաստաթուղթը դրա զուգահեռ, որը կդառնա իրականություն։ Շատ լավ, Տիկին Բաթոյան, խնդրում։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, ես իհարկե աշխատանքային կարգով ներկայացրել եմ առաջարկներ, որոնք վերաբերում են լուսային սարքերից օգտվելու կանոններին եւ հեռահար լույսերի կիրառմանը։ Իհարկե ես ավելի բարձր տուգանքներ էի առաջարկել, գործընկերները ավելի մեղմ են գտնվել, ընդունել են եւ ամենակարևորը բալային համակարգն են ներդրվել, որովհետեւ այս երկու ուրեմն մասերում համապատասխան հոդվածի բալային համակարգ չէր կիրառվում նախկինում։ Իհարկե տուգանքը դիտարկելով առաջին հերթին եւ միակ տարբերակը կանխարգելման նպատակով, որովհետեւ ես կարծում եմ, որ իսկապես սա նախ պիտի կանխարգելիչ բնույթ կրի, ոչ թե ուղղակի որևէ ուրեմն ծառայության, այսպես ասած, վճար, որը վարորդների կողմից կիրականացվի։ Բայց ես իհարկե պիտի նաև ցավով նշեմ, որ օրենսդրական փոփոխություններով միայն հարցը չի լուծվում, ինչու որովհետև նաև այն հարցը, որի համար ես առաջարկել եմ փոփոխությունը, խոսքը իհարկե այս լուսային կանոններից օգտվելու մասին է LED լույսերի կիրառման առանց համապատասխան սրիչների, կանոնների եւ այլն, եւ հատկապես միջ համայնքային ճանապարհներին մութ ժամերի եւ այստեղ բնականաբար վարորդները տեսանելիության լուրջ խնդիր ունեն։ Այս իմաստով նաև կառավարության մեր գործընկերների հետ ենք տարբեր քննարկումներ արել, մենք հասկանում ենք, որ շատ լուրջ խնդիր ունենք վերահսկողության ոլորտում, որովհետև նույնիսկ արկա կարգավորումներով մենք համապատասխան վերահսկողություն չենք իրականացնում։ Եվ այստեղ ես նաև կուզեի հասկանալ, ինչպես ենք մենք այդ խնդրի լուծումը տեսնում, ինչ են առաջարկում մեր գործընկերները։ Ես իհարկե այս պահին չեմ ակնկալում պատասխանը, բայց փաստ, որ մենք ունենք կանոն, որի վերաբերյալ վերահսկողություն չի իրականացվում պատշաճ կերպով, տարբեր պատճառներով, դրանք կարող են լինել օբյեկտիվ պատճառներ կամ սուբյեկտիվ, մենք պիտի հասկանանք, արդյոք մենք այս վերահսկողությունը այնուամենայնիվ մտադիր ենք իրականացնելու կամ այդ ուղղությամբ քայլեր արվում են թե ոչ, իսկ եթե ոչ, գուցե մեզ անհրաժեշտ է կանոնի փոփոխություն։ Մասնավորապես ես առաջին ընթերցման ժամանակ նշեցի, օրինակ եմ ասում, օրինակ գործարանային արտադրության դեպքում այդ լուսային մեխանիզմները թույլ տալը։ Տարբերակներից մեկն եմ համարում, բայց մի բան, որ այս խնդիրը արկա է եւ բազմաթիվ մարդկանց հուզում է եւ նաեւ անվտանգության խնդիր է առաջացնում, սա փաստ է։ Այդ իմաստով կցանկանայի նախ շնորհակալություն ասել, որ իմ առաջարկները որպես հեղինակներ ընդունել են իմ գործընկերները, եւ երկրորդը նաեւ ակնկալում եմ այս խնդրի լուծման համար շարունակական աշխատանք, որպեսզի հասկանանք ինչպես ենք իրականացնում վերահսկողությունը վերջնական արդյունքի հասնելու համար։ Շնորհակալություն Տիկին Բաթոյան, եզրափակիչ ինչև ձեզ մի վարդ։ Պարոն Սր։ Առաջարկում կողմ քվեարկի։ Պարոն Մկրտչյան, արձագանք։ Իմ Բաթոյան, շնորհակալություն։ Առաջին ընթերցման ժամանակ էլ դուք հարցը բարձրացրեցիք։ Իհարկե, այսպես ասած, խնդրահարույցը առավելևս այսօր մենք 900,000 հաշվառված տրանսպորտային միջոց ունենք, դրանց խախտումները, իրանց լուսային համակարգի հայտնաբերելը եւ տեղում վարչարություն իրականացնելը, իհարկե ինչքան հնարավոր է եւ այն դեպքերը, որոնք խախտումները արձանագրվում են, դա արվում է, բայց որպես խորքային եւ ֆունդամենտալ լուծում, ինչպես այս իրավիճակում նաեւ մյուս տարբեր իրավիճակներում վերասարքավորումների ձայնի ուժեղացուցիչների հետ կապված, մեր առաջարկը այն է, որ տրանսպորտային միջոցը
ցանկացած դեպքում տարին մեկ անգամ անցնում է տեղ զննություն։ Եվ երբ որ տեղ զննությունով ինքը չի անցնի համապատասխան, հա, այդ ստանդարտին համապատասխանող լուսային իր համակարգով ինքը ուղղակի պետքա չանցնի եւ այստեղ բարեկային ծառայության աշխատանքը շատ ավելի հեշտ եւ մատչելի կլինի, որտեղ ինքը ուղղակի տեսնելու է, որ տրանսպորտային միջոցը տեղզնությունը անցած չի, ինչը արդեն իսկ առաջացնելու է տուգանք։ Ինչ էս գործարանային արտադրանքի մասով, որ ուղղակի ասիկ մի այստեղ շեշտադրում անեմ, շատ դեպքերում գործարանային արտադրատեսակը կարող ավելի վատը լինել, քան թե վերասարքավորվածը։ Եւ բարեխիղճ քաղաքացին շատ դեպքում ինքը փոխարինում է ավելի լավ, ասենք լույսերով կամ այս մասին այդքան էֆեկտիվ չեն կարող էլի գտնել, բայց հիմնական լուծումը տեսնում ենք տրանսպորտային միջոցների տեղզնման մեջ այս կանոնը պարտադիր դարձնել է եւ դրա բացակայությունը տեղզնման չանցնելու հիմք դիտարկել, որը որ տրանսպորտային միջոցը ըստ էության արգելում է շահագործման դուրս գալ եւ առաջացնում է վարչական իրավախախտում։ Շնորհակալություն Մագրուշյան, ես ասեմ, որ լավ կլինի որ տեղզնումն էլ ինքը դառնա ավելի իրական, այլ ոչ թե ասենք տեղ թղթի վրա հաստատված, բայց իրականությանը չհամապատասխանող։ Հիմնական զեկուցողի խնդրեմ։ Շնորհակալություն պարոն Քոչարյան, շնորհակալ եմ որ նախագծին դրական եզրակացության կոչալեցիք։ Ինչ վերաբերում մտահոգություններին ճանապարհային անվտանգությանը վերաբերող, որոնք հնչեցրեցին մեր գործընկերները, պարոն Թորոսյանը հատկապես, եւ գիտեմ, որ նախագիծ եք մշակում, ցավոք սրտի պետք է ասեմ, որ այսպիսի հատվածական նախագծերով ինչքան էլ մենք լավ լուծենք, ինչքան խստացնենք, որևէ բան չի լուծվելու, որևէ վիճակագրություն դրական ուղղությամբ չի գնալու։ Հատացեք սա իմ 25 տարվա փորձից եմ ասում, որևէ բան չի փոխվելու։ Միայն այդ նպատակով մենք ամսի 24-ի հանձնաժողովի նիստում պարոն Քոչարյանը կհայտարարի մեր օրակարգը, որ ապրիլի 3-ին լսումներ են իրականացվելու եւ հանձնաժողովը եթե որոշում կայացնի, այո, ապրիլի 3-ին լսումներ ճանապարհային անվտանգության թեմայով ոլորտին առնչվող, ոլորտի հետ կապ ունեցող բոլոր մասնագետները, պաշտոնյաները կհրավիրվեն, իրենց խոսքը կասեն, բայց ինչին է միտված այդ լսումները։ Մենք պետք է ունենանք ռազմավարություն, ճանապարհային անվտանգության ռազմավարություն, որպեսզի հստակ ֆիքսված լինի մեջը։ Ներքին գործերի նախարարությունը ինչի համար է պատասխանատվություն կրում այս ոլորտում ինչ լիազորություններ ունի։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ինչ լիազորություններ ունի։ Առողջապահության նախարարությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն, տեղական ինքնակառավարման մարմինները, այսինքն համալիր պայքար է պետք անել դպրոցից, մանկապարտեզից, ինժեներական կառույցներից, պարեկներից, այսօր իջալուց պարեկներից դες բողոքելու բան չունենք, որովհետև նորից եմ հիշեցնում, որ 24 թվի, 23 թվի համեմատ 45 զո պակաս է եղել 24 թվին, բայց այս մասին ինչ որ տես չենք խոսում, չենք գնահատում։ 45 մարդու կյանք փրկվել է եւ մեր բոլոր ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, պարոն Քոչարյան, ուրիշ բան չկա, պատճառ չկա, մենակ բարեկային ոստիկանության ինստիտուտի գոյությունն է հենց դա նպաստ է։ Եվ մեզ պետք է ռազմավարություն տարեկան 330, 350, մինչև 380 հոգի զոհ ենք ունենում ենք այս երկրում, որ այս ոլորտը ռազմավարություն չունի, որպեսզի ամեն լիազորություն հստակ զբաղշվի դպրոցից, մանկապարտեզից, փողոցից, ամենտեղից սկսած մենք միջոցներ ձեռնարկենք, ծրագիր մշակենք ու հասնենք մեր ցանկալի արդյունքին։ Շնորհակալություն, այսքան խնդրում եմ։ Խաչատրյան, դուք հիշատակեցիք լսումները, լավ, նաև ցույց տվեցիք դրա կարևորությունը լսումների, բայց հիմա առաջարկում եք կողմ քվեարկենք։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, ունենք երկու քվեարկություն։ Քվեարկության եմ դնում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը մեր գործընկերների կողմից ներկայացված երկրորդ ընթերցմամբ քվեարկելու համար եւ դրական եզրակացության դեպքում լիագումար նիստերի օրակարգ ներառելու խնդիր։ Երկրորդ ընթերցում։ Առաջինը արել եք, դուք հիվանդ եք, չեք մասնակցել երկրորդին։ Ովքեր են կողմ։ Դեմ, ձեռնպա, շատ լավ եւ վերջին քվեարկությունը, ովքեր են կողմ դրական եզրակացություն ստացած բոլոր նախագծերը ներառվեն լիագումար նիստերի օրակարգում։ Կողմ, ճշտարան պետք է կողմ լինեք։ Դեմ, ձեռնպա չկա։ Շատ լավ, մերսի շատ։ Օրակարգը սպառվեց։